Ռուսական զորքերը երեքշաբթի վաղառավոտյան հարվածներ են հասցրել Կիևին եւ Խարկովին։ Խարկովում 1 մարդ է զոհվել, 3-ը վիրավորվել, իսկ Կիևում գործի են դրվել հակաօդային պաշտպանության համակարգերը։ Միաժամանակ Ռուսաստանի Ռոստովի մարզի իշխանությունը հայտնել է, որ ՀՕՊ հետ է մղել ուկրաինական օդային հարձակումը Տագանորգի ուղղությամբ։ Կողմերը շարունակում են փոխադարձ հարվածների մասին հաղորդումները։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ։ Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով Թրամփը չի խուսափում Միացյալ Նահանգների զինված ուժերի հզորությունը օգտագործելուց եւ դա լավ հայտնի է իրանական ռեժիմին։ Լիվիթը նշել է, որ Իրանի հիմնական ճնշման գործիքը միջուկային ծրագիրը արդեն ոչնչացված է նախագահ Թրամփի եւ ամերիկյան զինվորականների գործողությունների արդյունքում։ Նա հավելել է, որ հետագա քայլերի վերաբերյալ որոշումը միայն Թրամփին է հայտնի։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին անմոռանալի դաս տալ Իրանի դեմ հարձակման դեպքում։ Նրա խոսքով Իրանի պաշտպանները կարող են ոչնչացնել Միացյալ Նահանգների ամբողջ ներուժը Մերձավոր Արևելքում։ Հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ Թրամփը սպառնացել է աջակցել Իրանի դեմ նոր հարվածներին, հրթիռային եւ միջուկային ծրագրերի շարունակման, նաեւ ցուցարարների զոհվելու դեպքում։ Չինաստանը հայտարարել է, որ դեմ է ցանկացած ապօրինի միակողմանի պատժամիջոցների արձագանքելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության Իրանի հետ առևտուր իրականացնող երկրների նկատմամբ մաքսատուրքերի սահմանման մասին։ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան խոսնակի պնդմամբ Պեկինը հետևողականորեն դեմ է մաքսատուրքերի խտրական կիրառմանը եւ կարծում է, որ ճնշումն ու հարկադրանքը չեն կարող լուծել խնդիրները։ Նա ընդգծել է, որ Չինաստանը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր իր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։ Նշվում է, որ Չինաստանը իրանական ապրանքների արտահանման հիմնական ուղղություններից մեկն է։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլին։ Քննարկվել են Վենեսուելան, Իրանը եւ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Կողմերը կարևորել են Վենեսուելայում հակառակորդների ազդեցության սահմանափակումը, Ուկրաինայում խաղաղության առաջխաղացումը եւ Իրանին միջուկային զենքից զրկելու անհրաժեշտությունը։ Ռուբիոն եւ Վադեֆուլը վերահաստատել են Միացյալ Նահանգների Գերմանիա գործընկերության խորացման հանձնառությունը։ Վադեֆուլը նաեւ նշել է, որ երկկողմ տարակարծությունները կքննարկվեն երկխոսության միջոցով։